Վարչապետը մեզ ասում է, եթե ես չլինեմ, սեպտեմբեր ամսին պատերազմ է լինելու։ Այդ հարցին դուք ինչպես կպատասխանեիք։ Առողջ իրիկուն դա է։ Պատերազմ կլինի, հիմա խաղաղություն ենք բերել։ Եղբայր ջան, խաղաղություն ենք բերել։ Մեր գերիները, նախագահները, գեներալները, սովորական ժողովուրդը հիմա գերության մեջ են թե ոչ։ Խաղաղությունը որն է։ Հիմա ես կյանքում չեմ պատկերացրել, որ կարող է պատահի այն ժամանակ, որ իշխանության ներկայացուցիչը վախենա Արարատ ծառին նայի, կամ ցեղասպանությունից վախենա խոսի, կամ Արցախից վախենա խոսի։ Ես դες բան կյանքում չեմ պատկերացրել։ Խաղաղություն բոլորն են ուզում։ Այս պահին պետք է լինի երաշխավորած խաղաղություն։ Հիմա դա կլինի Ռուսաստանը, դա կլինի Չինաստանը, որ կասեն մենք երաշխավորում ենք, որ այդ մարդկանց անվտանգությունը աշխատող ստեղծող ժողովուրդն դուրը փակում ենք պատերազմի դեմ, որ մենք լիարժեք կարողանանք հանգիստ գլուխներս կախ, բերք ու բարիք ստեղծենք, զարգացնենք։ Երևի նայել եք Ալիևին, ասում է, ընտրությունից հետո պետք է սահմանությունը փոխվի, 300,000 ադրբեջանցի պետք է գան Հայաստան։ Եղբայր, մեր հայրենակիցները տները փակ եկել են ստեղ, չեն կարող գնալ իրաց տուն։ Այդ 300,000 հոգուն որտեղ ենք մենք տեղավորելու։ Ասում են զենքով չեն գալու, բայց հանգարտ նեղացեցիք, զորքը բերել են կանգնացնել։ Եղբայր ջան, մենք մեզ չենք կարող հարգել։ Մեր գլխի ճարը պետք է տեսնենք։ Ձեզ մի բան էլ ասեմ, հիմա տես Իրանը կռվում է Ամերիկայի հետ։ Հզոր էլ պայքարում են ամբողջ ազգովի։ Ասում արի խաղաղություն, Տրամփն ասում։ Իրան ասում է չէ, ես դες չեմ ուզում։ Ես ուզում եմ երաշխավորած։ Թող Ռուսաստանն էլ, Չինաստանն էլ, Պակիստանն էլ ստորագրեն, որ իրանք երաշխավորում են անվտանգություն։ Այսօր դու ասեցիր, գնում ես էլի թազա զինվես, մի ամիս հետո իվրա կարծակվես։ Բայց որ երաշխավորած եղավ, նա էլ տես բան չի անի։ Հիմա մեր ասածը էլի է, խաղաղություն ենք ուզում։ Թող երաշխավորած լինի, եղբայր։ Թող ստորագրեն, այո, մենք երաշխավորում ենք, որ այդ աշխատող խաղաղ ժողովուրդ հետ մենք գործ չունենք, թող իրանք իրենց գործով զբաղվեն։